շատ սիրելի ընկերներ, ուրախ եմ նորից ձեզ հյուրընկալելու իմ ալիք։ Այսօր որոշել եմ պատրաստենք միասին սառցնովի խմորով գաթա, շատ համեղ, որը ձեզ դուր կգա։ Ներկայացնեմ բաղադրիչները, սառցնովի դեպ խմորը ես արդեն պատրաստի ունեմ, մի այլ հոլովակով կներկայացնեմ ձեզ խմորի պատրաստման եղանակը, այսօր կպատրաստենք խորիզը, պատրաստման ընթացքը և կսրճենք, դե ինչ, վերցնում ենք հարմար տարա, որպեսզի ազատ աշխատենք, ալյուր, շաքարավազ, ունենք այստեղ կարագ, վանիլին, ունեմ ձեռքիս տակ մեկ ձու, որը զարդարանքի համար է ընդամենը, քանի որ խմորը պատրաստ է, և վերջ սիրելիներս, սկսենք պատրաստել խորիզը ու բացենք խմորը, որպեսզի շատ չտաքանա, արդեն ես հանել եմ սառցախցիկից, փոքր հետ է եկել ու կարողանանք բացենք աշխատենք խմորի հետ։ Եվ այսպես ավելացնենք ալյուրը, ընթացքում կտեսնենք հիմա ինչքան մեզ անհրաժեշտ կլինի, կարելի է այնքան կավելացնենք, վերջում բաղադրատոմսում ես ճշգրիտ քանակները կնշեմ։ Ավելացնենք կարագը, հետո կավելացնենք շաքարավազը։ Ես նկատել եմ շատ, որ օգտագործում են կոնյակ արոմատ տալու համար, ես այս գաթայի մեջ խորիզը որ կավելացնեմ, չեմ օգտագործի ընդհանրապես ոչ մի տեսակի ալկոհոլային խմիչք։ Իդեպ ասեմ չեմ էլ սիրում։ Երբեմն նկատել եմ, որ գաթաների մեջ օգտագործում են խորիզների։ Այսպես անենք ավելի հարմար ու արագ կստացվի, անցկացնենք քերիչով կարագը։ Հետո կզգանք, եթե բավական է, ավելացնենք, եթե բավական է, չենք ավելացնի։ Փոքր շաղախենք, դառնա միասեռ, ավելացնենք շաքարավազը։ Թխելի ենք պարտադիր 180-ից 200 աստիճանի տակ, վերև ներքև միշտ եմ ես օգտագործում, վերև ներքև ծրագրով։ Դե իհարկե բոլորս գիտենք, որ գազօջախները տարբեր են, ջերմաստիճանները տարբեր են, հիմա ես 200 ձեզ ասեմ պարտադիր է, ձեզ համար կարող է ձեր գազօջախի համար լինի շատ բարձր կամ շատ ցածր, ինքներդ որոշեք ջերմաստիճանը, ես սովոր եմ իմ գազօջախին, պատրաստում եմ 200 աստիճանի ներքո, տեսեք ինչպես ձեզ հարմար է։ Ես ինքս միշտ սիրել եմ ձեռքերով աշխատեմ, ձեռնոցներով և անհարմար է, և չեմ զգում ինչ եմ պատրաստում։ Մի փոքր ես թվում է կարագը կավելացնեմ։
բավական է, ավելի չեմ ավելացնի։ Վերջում ցույց կտամ ինչ խորիզ է ստացվելու։ Կավելացնենք շաքարավազը։ Չմոռանանք ավելացնել վանիլինը։ Փոքր է։ Նայեք սիրելիներս։ Ես շատ հանգիստ։ Ասեմ ձեզ այս խորիզը շատ է լինելու, ես հենց մտածված մի փոքր ավել եմ արել, որպեսզի ուրիշ աղանդեր ունեմ պատրաստելու, կողքից օգտագործեմ մի փոքր։ Չափերը կնշեմ ես, գաթայի համար նախատեսված, մի չափաբաժնի համար, ինչքան օգտագործեք։ Վերջ սիրելիներս, մեր խորիզը պատրաստ է, անուշաբույր խորիզը։ Եվ այսպես սիրելիներս, պատրաստեցի արդեն, հարմարացրեցի իմ սառցնովի խմորի մեկ գնդի ուրեմն քաշը մոտավորապես 800 գրամից 1 կիլիանոց գնդեր են։ Կարող է դե ըստ ցանկության կուզենաք պատրաստելուց փոքր գնդեր արեք, 500 գրամանոց, քանի որ տան համար պետք է մի երկու գունդ բացեմ, որ մի բան պատրաստեմ, մի անգամից անում եմ, բոլորս լինում են գոհ։ Մի խոսքով սիրելի ընկերներ, փորձում ենք բացենք խմորը։ Շատ չենք բարակացնելու։ Տեսնում եք պղպջակները, թթվածնով հարուստ, ունենք խմոր։ Աշխատում ենք շատ ալյուրը չանել, այնպես եմ անում, որ ձեզ հարմար լինի տեսնելը, ձեզ չխանգարեմ։
Եվ այսպես, սիրելի ընկերներ, բացեցի, պատրաստ է, շատ չենք բարակացնում, տեսնում եք հաստությունը, փորձում ենք խորիզը տեղավորել, կտրման, ձևավորման տարբեր ձևեր ունեն խմորները, ճիշտ է, այս խմորը շատ չի սիրում, որ իրար հետ շատ զբաղվես, հենց ձեռքի մեջ տաքանա, դրա համար արագ ենք աշխատում, այն իրա սառնությունը մնա, քանի որ իրա մեջը կա մարգարին, շատ պետք չի ինքը տաքանան, աշխատենք ինչքան որ պետք է լցնել, տարածել խորիզը, մնացածը եթե ավելանա, հոգ չէ, ես հենց մի փոքր ավել եմ պատրաստել, քանի որ ինձ խորիզը պետք է գալու, ես կտարածեմ և կզգամ ինչքան պետք ավելացնելու, թե մի փոքր վերցնենք վրայից, շատ չլինելու դեպքում, այսպես։ Տարածված է շատ համաչափ, ձեզ մոտից երևի երևում է, ես մի փոքր փորձում եմ սեղմել ֆիքսել խմորին, որ պտտացնելուց կամ կտրատելուց դուրս չգա խմորի միջից, պատրաստ է, շատ չենք անում, որ չկարողանանք նույնիսկ խմորը պոկել տեղից, այսպես։ Ես փոքրիկ գաթաներ եմ անելու, շատ մեծ չեմ անելու և ուտելուն է հարմար, ասեմ ձեզ, և հաճելի է օգտվելը։ Երկու կողմից եմ փաթաթելով գալու, երրորդ պտույտն են գնում, այստեղից էլ են գալիս, մեկ, տեսնում եք արդեն կպում է ինքը, տաքանում է խմորը, երկուս, փորձում եմ, որ ամրացնեմ, երկուս, երեք, չորս, հիմա այստեղից էլ չորս կգնանք և կտեսնենք, վերջում ինչ է ստացվում, մեր չորրորդ պտույտը, եղավ հինգերորդ պտույտը, ոչինչ մեկը կլինի 4, մեկը 5։ Մի փոքրիկ կրտնակով անցկացնում ենք վրայից, այստեղ ֆիքսելի ենք մի փոքր եզրերը, ձեզ տեսանելի չէ, հարգելիներս, այս մեջ տեղի հատվածից մենք փորձում ենք բաժանել, կարծում եմ չեմ վնասել, այսպես, սա տեղավորենք այստեղ, որ հետը պատրաստենք,
վերցնում ենք ձուն, մի փոքր հարելուց հետո կսում ենք, ձևավորում ենք, ու շատ արագ տեղավորում ենք։ Ձևավորենք պատրախաղի օգնությամբ, սիրելի ընկերներ, այսպես։ Արեք այն նախշը, ինչ որ ցենց է դուր գալիս։ Ես սիրում եմ այսպես, կարող եք վրան սերմը շաղ տալ կամ այնինչ ինքներդ ցանկանում եք։ Ուրեմն գաթայի կտրիչի օգնությամբ գեղեցիկ է ստացվում այսպես։ Չի կպում բացարձակ աշխատելիս։ Սիրելի ընկերներ, տեսնում ենք արդեն պատրաստի վիճակում, տեղափոխում ենք ջեռոց, գեղեցիկ է ստացվել շատ, տեսնում ենք, դե գնացինք, և այսպես իմ սիրելի ընկերներ տեսնում եք արդեն պատրաստ է, շատ գեղեցիկ երանգավորում ունի, շատ համեղ է բուրում, շատ հարմար է ուտելուն, քանի որ ես արել եմ տաք է, դեռ չեմ կարողանա ես ինքս հանել, թող մի փոքր սառչի և կտեղավորեմ ափսեի մեջ, կնկարեմ, կտեսնեք։ Դե ինձ սիրելիներս, ես գնում եմ սրճելու, ձեզ ցանկանում եմ բարի դիտում, սիրեք և եղեք սիրված։ Առայժմ